Ողջույն, եթերում Կիրակին է, ես Սարգիս Հարությունյանն եմ։ Հաշված ամիսներ են մնացել հայաստանյան խորհրդարանական ընտրություններին եւ երկիրը անսովոր զարգացումների ներքո է։ Եկեղեցու վերնախավը որոշեց զբաղվել քաղաքականությամբ եւ այժմ քաղաքականությունը պտտվում է Էջմիածնի շուրջ։ Նորությունն այն է, որ օրերս վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ կանեն այնպես, որպիսի կտրիչ Ներսիսյանը իր բառերով ասած հեռանա։ Արդյոք առաջիկա օրերին մեծ իրավիճակի փոփոխություն է սպասվում։ Հյուրընկալել ենք հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանին, բարև ձեզ, պարոն Բաբաջանյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Եթե չեմ սխալվում, ժամանակին դուք եղել եք հայ եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ եւ եկեղեցին ներսից եք ճանաչում։ Կասեք, ընդհանրապես այս խնդիրը ինչու ծագեց։ Այո, եղել եմ հայ եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ, հայորդի պարբերականի խմբագիր, Արարատյան հայրապետական թեմում բավական ակտիվ գործունեություն եմ ծավալել հենց այս կաթողիկոսի պաշտոնավարման շրջանում։ Եվ նրան գիտեմ ներսից եւ շատ այլ եկեղեցականների, ովքեր իմ կուրսեցիներն են եղել ճեմարանում, ես նաեւ ճեմարանում եմ ուսանել, սարկավագ եմ եղել եւ բնականաբար վերջին զարգացումներում եւս շատ ակտիվով ներգրավված եմ եղել, որտեղ հավատացել եմ, որ եկեղեցու շուրջ որևէ զարգացում պիտի հանգուցալուծվի բացառապես եկեղեցականների կողմից։ Ես դեմ չեմ, որ եկեղեցականները քաղաքականությամբ զբաղվեն։ Եկեղեցականները չեն կարող զբաղվել կուսակցականությամբ։ Այն ինչ անում է Մայրաթորի որոշ հոգևորականների շրջանակ, դա կուսակցական գործունեություն է, ինչը անթույլատրելի է։ Բայց եթե քաղաքականությամբ են զբաղվում, կողմերից մեկին են հարում, զբաղվել, չի մասնատում դա հոտը։ Նկատի կուսակցականությամբ զբաղվելն է մասնատում, որովհետև դա կողմ ընտրել է նշանակում։ Դու ինչ որ մի քաղաքական հայացք, քաղաքական գործիչ ես աջակցում, դու դառնում ես կողմ։ Մինչդեռ եկեղեցու խնդիրը միավորելն է եւ բոլորինը լինելն է։ Այստեղ է, որ մենք չենք կարող սրա հետ համաձայն լինել եւ կարծում եմ, որ բարենորոգման գլխավոր հարցը հենց այս խնդիրը լուծելն է եւ թույլ չտալը, որպեսզի կուսակցականությունը եւ այլ այսպես առանձին քաղաքական գործիչների ուժերի սողոսկումը եկեղեցուց ներս ուղղակի անթույլատրելի։ Խնդիրը ծագեց, որովհետև ինչպես իշխանություններն են ակնարկում կամ ինչու ակնարկել, այսպես ուղղակի ասում են Ռուսաստանի ազդեցության հարց կա եւ մենք ուզում ենք եկեղեցին դուրս բերել օտար պետության ազդեցությունից, թե բարեվարկության հետ կապված խնդիր կա, դուք ինչ կասեք։ Բարեվարկության հետ կապված խնդիրները բոլորիս աչքի առջև են, մենք գիտենք եկեղեցականներից շատերը ինչպիսի վարկ են ունեցել, վերջին բացահայտումները կարծես ավելի շեշտեցին հրատապությունը այս խնդրի, բայց կանոններ չկան բարեվարկության ըստ էության եւ մենք կանոնական հիմքերի վրա դնելու անհրաժեշտություն ունենք ու կարծում եմ, որ այս հրատապությունը այս խնդրի նաեւ հասունացել է եկեղեցականների մտքում։ Ինչ վերաբերում է ազդեցություններին, կարծում եմ, որ մենք այստեղ մի կարևոր իրողության մասին պիտի խոսենք։ Աշխարհի որևէ երկրում հայ եկեղեցին, այլ եկեղեցական փոքրամասնություններ չեն կարող կամ եկեղեցական որևէ խոշոր ներկայություն չի կարող այդ երկրի քաղաքական ղեկավարության, քաղաքական որևէ ուժի հետ կապված իր անհամաձայնությունը բարձրացնել եկեղեցու բեմ։ Օրինակ չի կարող Միացյալ Նահանգներում արևմտյան թեմի առաջնորդ Հովնան Սրբազանը Թրամփի նկատմամբ իր վերաբերմունքը դարձնել իր քարոզխոսության, իր քարոզի առարկա նյութ։ Ինչու է դա Հայաստանում արվում։ Որովհետև կա ընդունված կարգ, եկեղեցին ընդհանրապես գործ չունի ուրեմն քաղաքական կուսակցական գործընթացների մեջ, եկեղեցին տեղավորվում է այն կանոնական հարաբերությունների մեջ, որ ամրագրված է, եւ դա շատ լեգիտիմ է։ Նույնպես եւ որևէ մեկը չի կարող նույնիսկ մտքով անցկացնել, որ Եզրաս Սրբազանը Մոսկվայում կարող է օրինակ անհամաձայն լինելով Պուտինի որևէ քաղաքական որոշման հետ դուրս գալ եւ եկեղեցու բեմից խոսել Պուտինի դեմ։
Աստվածյար պահի նման զարգացումներից։ Եվ դա մենք բնական ենք համարում։ Հայաստանը կարող է ինչ որ հարաբերություններ, լավ հարաբերություններ ունենալ մի երկրի իշխանությունների հետ, վատ հարաբերություններ ունենալ, բայց երբեք մենք չենք ստիպում, որպեսզի մեր եկեղեցական ներկայությունը այս կամ այն կերպ ազդվի այդ հարաբերություններից պետության, որտեվ մենք կարծում ենք, որ ընդունող երկրի եւ մեր հայրենակից այդ երկրի քաղաքացիների եկեղեցու հարաբերությունները միշտ պիտի ներդաշնակ եւ սահուն լինեն։ Հայաստանը ըստ էության միակ երկիրն է, որտեղ եկեղեցին որոշել է ընդվզել պետության դեմ։ Այսինքն չհամաձայնել եկեղեցին, չհամաձայնել պետության կուրսի հետ, քաղաքականության հետ։ Գիտեք, այս իմաստով իրապես վիճակը ծայրահեղ է, որովհետև պետության մեջ գոյություն ունի վստահության ահռելի չափաբաժին ունեցող մի ինստիտուտ, որի անունն է եկեղեցի, հայրաքելական եկեղեցի, որտեղ խոսվում են քարոզներ, որի նկատմամբ այդ եկեղեցին գտնվող այդ պետության կառույցները համապատասխան չունեն ազդեցություն։ Եվ Հայաստանը այդ իմաստով միակ երկիրն է, որը փաստորեն մինչ օրս չի կարողացել այս խնդիրը լուծել։ Պարոն Բաբաջանյան, ես կարծում եմ, որ եկեղեցին այս իմաստով դեռևս չի կարողանում ամբողջությամբ մարսել հայկական պետականության այս նոր իրողությունը, հատկապես վերջին տարիների հետ պատերազմական այս նոր ժամանակահատվածի եւ առավելապես վերջին տարվա զարգացումների, եթե հիշում եք, այս ամբողջ խմորումների մեկնարկը տրվեց Թուրքիա Հայաստանի վարչապետի կատարելիք այցին նախորդին։ Սա մենք հասկանում ենք, որ երկկողմ ձևաչափով Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների մի ահռելի օրակարգի սկիզբ էր, որի հիմնական իմաստը նաեւ ռուսական ազդեցության շեշտակի նվազեցման, այսպես նաեւ տարեր էին իրենց մեջ պարունակում, եւ մենք հասկանում ենք, որ խմորումների մեծ նպատակը նաև թույլ չտալն էր, որ այդ այցը տեղի ունենար, որտեղ մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը ցանկանում է ընդհանրապես երկկողմ մեր բոլոր շփումներում ակտիվ դերակատար լինել, որովհետև իր շանսը հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններում մշտական ներկայություն ապահովելն է։ Այդպես է միշտ հնարավոր եղել Ռուսաստանի ազդեցությունը անքննելի եւ անփոխարինելի դարձնել։ Հայաստանը փորձում է հիմա հարաբերությունների երկկողմ մակարդակ ձևավորել այն երկրների հետ, ումից մշտապես սպառնալիք է զգացել եւ որպես պետություն վերջապես եւ որպես պետականություն հանդես գալ, չվախենալով, չընկրկելով, այլ խոսելով այն խնդիրների մասին, որոնք վստահ եմ, որ ոչ մի տարում, ոչ երկու տարում չեն հաղթահարվելու, բայց կարևոր է, որպեսզի մենք ուրեմն սկսենք այս հարցերի շուրջ խոսել եւ ադրբեջանցիների հետ եւ թուրքերի հետ եւ շատ էական է որպեսզի այս խոսակցության մեջ մենք մեր թիկունքում ունենանք նաեւ եկեղեցու աջակցությունը, որովհետեւ չի կարող պետությունը օրակարգ սահմանել, իսկ պետությունը եւ իշխանությունը մեծ հաշվով ժողովրդից է ստանում այդ վստահության մանդատը եւ եկեղեցին չի կարող այդ մանդատի նկատմամբ հարգանք չունենալ։ Մայրաթոռը ընդդիմադիրները մեղադրում են իշխանություններին, ասում են, գիտեք, Հայաստանի վարչապետը սահմանադրություն է խախտում, բարենորոգման խորհրդի այդ հայտնի հայտարարությունը երբ որ ստորագրեց Նիկոլ Փաշինյան, Հայաստանի վարչապետ, մենք գիտենք, որ սահմանադրության համաձայն եկեղեցին եւ պետությունը անջատ են։ Ինչ կասեք։ Ես կարծում եմ, որ այդտեղ եւ ես առաջի օրից եղել եմ գործընթացի մեջ եւ ջատագով եմ եղել, որպեսզի հանդիպել եմ շատ եպիսկոպոսների, նաեւ նրանց, ովքեր այս պահին այդ 10-ի մեջ են։ Եվ խնդրել, հորդորել եմ, որպեսզի դրանք կարողանան միավորվել եւ հայտ ներկայացնել բարենորոգումների։ Եվ խորապես համոզված եմ, որ ինչ որ պահի
ոչ վարչապետի, ոչ մեր կարիքը այլևս չպիտի լինի, այս գործընթացը պիտի առաջ տանեն եպիսկոպոսները։ Ընդհանրապես սահմանադրության խախտման եւ բոլոր կարմիր գծերը հատելու փորձեր բոլոր կողմերից են եղել եւ կարծում եմ, որ առաջին հերթին եկեղեցին է թույլ տվել իր քաղաքական եւ կուսակցական գործունեությամբ ներքաշվել այդ գործընթացների մեջ դեռ 2020 թվականի դեկտեմբերի 10-ին։ Որ պահանջեցին վարչապետի հրաժարականը։ Վարչապետի հրաժարականը։ Այո։ Ես դրանից առաջ եղել եմ վեհապարի մոտ, ունեցել ենք խոսակցություն, ես մենակ չեմ եղել, Անդրանիկ Քոչարյանի հետ ենք եղել, քաղաքական տեքստ էր վեհապարի ասածը, նույնիսկ փակ խոսակցության ժամանակ։ Բաց տեքստով ասում էր, որ Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա, Ռոբերտ Քոչարյանը պիտի դառնա Հայաստանի վարչապետ։ Ինչ ձևով քաղաքական ինչ լուծում էր պատկերացնում նրան չերել հետաքրքրում։ Իսկ ձեր կարծիքով ինչու՞ նման տարբերակին կողմ վեհապարը։ Որովհետև կարծում եմ, որ իր համար իր պատկերացմամբ եկեղեցին ավելի հանգիստ պայմաններ կարող է գտնել միայն ուրեմն նախկին իշխանությունների կառավարման շրջանում, որտեղ եկեղեցին այսպես ապօրինի իշխանության, եկեղեցի ժողովրդի քվեջ ստացած իշխանության համար ուղղակի կենսական կարևոր մի այսպես ատրիբուտ լեգիտիմության համար եւ ինքը այսպես իր ներկայությամբ լեգիտիմություն հաղորդեր ուրեմն ժողովրդի քվեջ ստացած իշխանությանը։ Տեսեք, օրերս Հայաստանի վարչապետը հայտարարեց, ասում եք մեջբերեմ իր բառերը, կտրիչ Ներսիսյանը մտադիր չէ հեռանալ, բայց մենք կանենք այնպես, հա, որպեսզի նա հեռանա եւ հիշատակեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, թե նա էլ մտադրություն չուներ հեռանալու, բայց ստիպված էր։ Ասում եք, որ կտրիչ Ներսիսյանը հեռանալու մտադրություն չունի, մենք պատրաստվում ենք այնպես անել, որ ինքը իր մտադրությունը փոխի։ Իսկ ոչ մեկ էլ հեռանալու մտադրություն չի ուներ։ Մետով է ասում, որ Սերժ Սարգսյանն էլ հեռանալու մտադրություն չուներ, բայց ստիպված էր հեռանալ։ Նույնն է կտրիչ Ներսիսյանը ստիպված կլինի հեռանալ։ Դուք առաջիկա օրերին, շաբաթներին սպասում եք ինչ-որ զարգացումներ, որ հնարավոր է իրավիճակ փոխեն։ Ինձ համար ճիշտ ասած զարգացումները բացառապես կրկին եկեղեցու հուն եւ եկեղեցուց ներս տեղափոխելն է եւ հրամայականն է։ Ես կարծում եմ, որ մենք միայն կարող ենք հետևել այս զարգացումներին։ Մենք չենք կարող մասնակցել։ Ոչ վարչապետը, ոչ քաղաքական որևէ ուժի առաջնորդ, դերակատար չպիտի որևէ կերպ ներգրավված լինի սրանում։ Մենք կարող ենք խրախուսել, որ այլ եկեղեցականներ միանալ։ Կարող ենք հայտարարություններով աջակցել գործընթացին, բայց կարծում եմ, որ բուն բարենորոգման օրակարգը առաջ մղել կարող են բացառապես շարքային քահանաները, վարդապետները, ուրեմն եպիսկոպոսների առաջնորդությամբ։ Իսկ սպասում եք։ Չէ, ոչ մի բան չեմ սպասում, կարծում եմ դեռ երկար գործընթացի ականատես ենք լինելու, ավելին իմ ամենօրյա հանդիպումները մարզերում, գյուղերում, մեր հայրենակիցների հետ ասեմ ձեզ, որ կապ չունի եւ որևէ աղերս չունի այս օրակարգի հետ։ Եկեղեցու շուրջ սկսված այս խմորումը որևէ կերպ համահունչ չի այն օրակարգային խնդիրների հետ, որ ունի մեր Վարդենիսցին, Մարտունեցին կամ Տավուշի մեր հայրենակից կամ Երևանցին։ Երևանցին չգիտեմ, ճիշտ ասած Երևանում ավելի շատ մենք քաղաքական այսպես գործընթացների կիզակետում ենք, բայց ինձ շատ ավելի հետաքրքիր եւ կարեւոր է այս պահին հասկանալ, թե հերավոր մեր բնակավայրերը որքանով ընդհանրապես որքանով են զգում են գործընթացների խորքը, որ տեղի ունենում Երևանում եւ որքանով մենք որպես քաղաքական դերակատար եւ ընտրություններում հայտ ներկայացրած քաղաքական ուժ պիտի համապատասխան լինենք այդ խնդիրներին։ Ես ասեմ ոչ
եկեղեցու շուրջ խնդիրները, կաթողիկոսի շուրջ ծագած հարցերը, Մարդկանց առանձնապես չեն հետաքրքրում։ ոչ խաղաղություն, ոչ տրիպ, ոչ Տրամփ, ոչ Եվրամիություն, ոչ Միացյալ Նահանգներ, այս հարցերը չկան։ Մարդիկ տարական ջրի խնդիր ունեն, եւ ես ուզում եմ, որ մենք վերադառնանք այս խնդիրներին։ Մարդիկ կաթը մթերելու խնդիր ունեն, հետեւաբար ինձ համար ավելի կարեւոր է ձեզ հետ այսօր քննարկել Վարդենիսի Կախակնգյուղի Վասիլ Պապի եւ իր 4 տղաների վաղվա օրը, քան կաթողիկոսի վաղվա անելիքները, որտեվ ես կարծում եմ, որ կաթողիկոսի անելիքները պիտի հոգան եպիսկոպոսները, որտեվ կաթողիկոսն էլ ինքը եպիսկոպոս է, եպիսկոպոսապետ է, եւ եպիսկոպոսները պիտի իմի գան եւ այս օրակարգը առաջ տանեն։ Այս օրակարգը որևէ կերպ չի օգնում որպեսի Կախակնգյուղը, որը 2022 թվականին 350 բնակիչ ուներ, հիմա ունի 50-ը, որ կարողանա այդ ոչ միայն իր եղած բնակչությունը ավելացնել, նաև նոր ուրեմն գյուղացիներ կարողանանք այնտեղ բնակեցնել, որովհետև այդ գյուղում կառուցվում է 350 աշակերտի համար նախատեսված դպրոց, եւ այդ գյուղացիները ինձ հարց են տալիս, ինչի համար է կառուցվում այս դպրոցը, եւ կասկածներ ունեն, շատ տարաբնույթ կասկածներ, որը ինձ մտահոգում է, որտեղ ես կարծում եմ օրինակ, որ հարևան գյուղերի երեխաները պիտի գան, բացվեց հարևան գյուղերում էլ են կառուցվում դպրոցներ։ Եվ մենք պատասխան չունենք այս մարդկանց։ Իսկ ես կուզեի, որպեսի պետությունը որպես հանձնառություն ներկայացներ, որ մենք այստեղ դպրոց ենք կառուցում 350 աշակերտի համար, եւ սա մեր պարտավորությունն է այս գյուղի բնակչությունը դարձնել օրինակ առնվազն 1000 հոգի։ Պարոն Բաբաջանյան, խոսեցիք ներքաղաքական զարգացումներից, խնդիրներից, որ մարդիկ բախվում են հատկապես սահմանամերձ շրջաններում, հանուն հանրապետություն կուսակցությունը մտադիր է դաշինքով մասնակցել ընտրություններին։ Մենք բոլոր տարբերակներն էլ դիտարկում ենք։ Բանակցությունների մեջ եք հիմա։ Բանակցությունների մեջ ենք, ինտենսիվ շփումների մեջ ենք։ Մոտավորապես այն ֆորմատը, ինչ Գյումրիում էր, այս պայմանական ասած արևմտամետների այսպես դաշինքով։ Որևէ բան հնարավոր չի բացառել, բայց նաև ասեմ ոչ միայն քաղաքական ուժերի հետ ենք քննարկում, նաև շատ պայծառ բառ անհատականությունների, հեղինակություն վայելող անհատականությունների հետ, չի բացառվում, որ գնանք կուսակցական ցուցակով, բայց անհատներով, շատ այսպես ներկայանալի, չի բացառվում, որ գնանք կուսակցական ցուցակով այլ կուսակցությունների հետ կամ դաշինք կազմենք կուսակցություններով եւ մեր շուրջ հավաքենք մոտավորապես այն կազմը, որ մենք ունեցանք մոտավորապես 1 տարի առաջ, ուրեմն ստորագրահավաքի ժամանակ Եվրամիության անդամակցելու գործընթացի ժամանակ, այո, Գյումրիում էլ ունեցանք այդպիսի ձևաչափ, բայց մեր առաջին փորձը ստորագրահավաքներ ընդհանրապես հայտ ներկայացնելու եւ մեր ժողովրդի հետ հաղորդակցվելու այդ խնդրով։ Ամեն դեպքում մենք մասնակցելու ենք գործընթացին։ Հարևան Իրանում տեսնում ենք ինչ զարգացումներ են, կարելի է ասել որոշ բնակավայրերում իրավիճակը դուրս է եկել իշխանությունների վերահսկողությունից։ Մենք տեսանք ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունը, որ եթե այաթոլաները կրակեն ժողովրդի ուղղությամբ, Միացյալ Նահանգները կհարվածի Իրանին. In the past, they've started shooting the hell out of people, and all of a sudden people without any weapons whatsoever are standing there and you have machine guns gunning them down, or they take them to prisons and then hang them and kill them. So they played rough, and I said, if they do that, we're going to hit them very hard. Well, we're going to hit them hard. We're ready to do it. If they do that, we're going to hit them hard. Դուք ինչ ռիսկեր, գուցե հնարավորություններ եք տեսնում Հայաստանի համար Իրանի շուրջ այս զարգացումներից։ Ես ավելի կուզեի հետ գնալ, ընդհանրապես տարեսկզբից այնպիսի խոշորամասշտաբ զարգացումներ են աշխարհում, որոնք մեզ ավելի սթափ, ավելի սառը լինելու եւ գործելու հրամայականի արժև են կանգնեցնում։ Վենեսուելայի նախագահի դուրս բերումը իր երկրից
այս պահին նա Նյու Յորքի բանտում է իր տիկնոջ հետ։ Միացյալ Նահանգների նախագահը 60 միջազգային կազմակերպություններից եւ պարտավորություններից է դուրս գալիս։ Իրանի շուրջ զարգացումներ, Սիրիայում շատ աղետալի իրավիճակ է թվում նաև Հալեպում, որտեղ մենք շարունակում ենք ազգակիցներ ունենալ, հայրենակիցներ ունենալ։ Այս բոլորի վերաբերյալ բուն գնահատականից առաջ ես շատ ուզում եմ, որ մենք հատկապես կանգ առնենք Հայաստանի ունեցած այս ձեռքբերման շուրջ։ Դա օգոստոսի 8-ի համաձայնություններն են։ Պատկերացրեք, եթե այդ համաձայնությունները այս պահին չլինեին։ Մեր ռեգիոնը այսպիսի եռացող օջախների պայմաններում ուղղակի Հայաստանը որևէ այսպես հենման կետ չէր ունենա։ Մինչդեռ մենք տեսնում ենք, որ այս պահին ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ են տալիս մեզ ավելի հանգիստ շունչ քաշել եւ մտածել զարգանալու, ուժեղանալու մասին։ Սա մեզ համար պատուհան է։ Իհարկե, ես ասում եմ, որ սա ամենակատարյալ թուղթը չէ, որ կարելի է ունենալ, բայց կարծում եմ, որ կարճաժամկետ հեռանկարի համար, ոչ միջնաժամկետ եւ երկարաժամկետ, սա առավելագույնն է, որ որպես նաեւ այդ աղետալի պատերազմում պարտված կողմ Հայաստանը հնարավորություն է ունեցել ձեռք բերել եւ դա եղել է Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության շնորհիվ։ Եվ այս իմաստով կարծում եմ մենք պիտի առհասարակ քաղաքական մեր դաշտը պիտի մեծագույն այսպես ֆիլտրացիայի ենթարկվի եւ այն ուժերը, որոնք ուղղակի չեն ընդունում, մերժում են օգոստոսի 8-ի համաձայնությունները, ուղղակի անելիք չպիտի ունենան մեր քաղաքական դաշտում։ Մենք Ադրբեջանի հետ պայմանավորվածություններին կանդրադառնանք, այո։ Կարծում եմ, որ այստեղ մենք չափազանց լուրջ պիտի վերաբերենք զարգացումներին, երբեք թույլ չտանք, որ Հայաստանը ընտրություն կատարելու անհրաժեշտության առաջ կանգնի։ Իրան թե ուրեմն նրա հակառակորդներ։ Մենք կարծում եմ պիտի մեր բոլոր գործընկերներին եւ Միացյալ Նահանգներում եւ Եվրամիությունում եւ Եվրամիության առանձին երկրներին պիտի հստակ մեր ուղերձը վերահաստատենք, որ Իրանը մեր շատ կարեւոր հարևանն է եւ մենք հետևելու ենք այս գործընթացներին եւ լինելու ենք Իրանի ժողովրդի ընտրության հետ։ Ով ուզում է լինել այդ ընտրությունը։ Չափազանց կարևոր է, որ այս ուղերձը բոլոր մեր գործընկերները արևմուտքում ստանան։ Այո։ Պարոն Բաբաջանյան, դուք խոսեցիք օգոստոսի 8-ի պայմանավորվածություններից, կարծես կողմերը նկատի ունեմ Հայաստանը, Ադրբեջանը նախ եւ առաջ չեն թաքցնում այլևս, որ հիմնական զարգացումները հայաստանյան խորհրդարանական ընտրություններից հետո են սպասվում, նկատի ունեմ Թրամփի ուղու թրիփի կառուցման մեկնարկը, դրա հետ ըստ էության կապված սահմանազատման հարցը, Հայաստանի սահմանադրական հանրաքվեն գուցե խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ ավերացումը։ Դուք սպասում եք, որ առաջիկայում մենք, ինչպես դուք ասացիք, զարգանալու հնարավորություն կունենանք, հանգիստ ապրելու եւ ուժեղանալու հնարավորություն կունենանք, թե այստեղ էլ ռիսկեր կան։ Օրինակ ուկրաինական որևէ հանգուցալուծումից հետո հնարավոր է Ռուսաստանը տարածաշրջան վերադառնա նոր առաջարկներով, ինչ կասեք։ Նախ ես կարծում եմ, որ ընտրություններից առաջ շատ լուրջ զարգացումներ են լինելու։ Ես երեք եմ եկել Միացյալ Նահանգներից, փետրվարին մենք շատ կարևոր այց ունենք Հայաստան, որը նշանավորելու է մեկնարկը թրիփի, այսինքն հիմնարկեքն է լինելու։ J.D. Vance-ն է գալու, ես դրա մասին առաջինը ասել եմ շաբաթներ առաջ, հիմա էլ վերահաստատում եմ, այստեղ են գաղտնի ծառայության Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաներին ուղեկցող անվտանգության ծառայությունները Հայաստանում պատրաստում են եւ նախապատրաստում են այդ այցը։ Դրանով չի սահմանափակվելու։ Գարանը այլ կարևոր այց կարող է նախատեսվել, դրա շուրջել են աշխատում մարդիկ եւ այսինքն որևէ բան
չի պայմանավորվելու ընտրությունների արդյունքներով։ Ընտրությունների արդյունքները, եթե մենք կարողանանք առնվազն օգոստոսի 8-ին կողմ քաղաքական ուղեգիծը պահել, խաղաղության օրակարգը հիմնական որպես այսպես տանող մագիստրալ քաղաքական արժեք պահպանել, կարծում եմ դրանից հետո միայն ավելի դրա ուրեմն ուժը կավելանա, բայց որ գործընթացները սպասում են ընտրություններից հետո այդպես չի։ Ինչ վերաբերում է Ուկրաինային, Ուկրաինան իհարկե մենք տեսնում ենք, որ վերջին պայմանավորվածությունները այլևս առոչինչ են, որ Միացյալ Նահանգները հույս ուներ, որ Զելենսկու համաձայնությունից հետո կկարողանա այլևս գործընթացին նոր, այսպես թափ հաղորդել, չկա այլևս այդ համոզումը, մենք տեսնում ենք, որ նոր պատժամիջոցների արչև Միացյալ Նահանգները նախագահը կանաչ լույս է վառել, հույս հայտնելով միայն, որ Ռուսաստանը այնքան ողջամիտ կգտնվի, որ դրանք կիրառելու կարիք չի լինի։ Բայց մենք հիշում ենք նաև, որ 6 ամիս առաջ, 8 ամիս առաջ առնվազն անհնար էր թվում, որ այդ փաթեթը կոնգրեսական սենատոր Գրեմի հնարավոր կլինի նույնիսկ քննարկման հարց դարձնել։ Բայց այստեղ շատ կարևոր է, թե որքան հիմնարար եւ որքան ամուր կլինի Տրամպի ներկայությունը, Տրամպի վարչակարգի ներկայությունը, Միացյալ Նահանգների ներկայությունը մեր տարածաշրջանում եւ որքան արագ մենք կարողանանք մինչեւ Տրամպի պաշտոնավարման ավարտը որքան արագ եւ որքան որակով կկարողանանք այս պայմանավորվածությունները իմպլեմենտացնել։ Եվ սա միայն տրիպին չի վերաբերում։ Սա վերաբերում է նաև հատկապես էներգետիկ համագործակցությանը, որ Միացյալ Նահանգների հետ երկկողմ ձևաչափով մենք ուրեմն արդեն պայմանավորվածություններ ունենք, որը MOU-ի կամ հռչակագրի տեսք ունի դեռևս, բայց պիտի արագ պայմանագրային տեսքի բերել եւ չափազանց կարեւոր եմ համարում նաեւ կիսահաղորդիչների այդ շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունները, որոնք առաջիկայում ասեմ, որ 500 միլիոնից կդառնան մոտ 2 միլիարդի, այսինքն եւս 1.5 միլիարդ նոր ներդրումներ կհոսեն Հայաստան եւ շատ կարեւոր ոլորտ։ Այո։ Այսինքն սա կարևոր այն իմաստով, որ Միացյալ Նահանգների գնահատմամբ Հայաստանի անվտանգությունը ապահովելու հիմնարար 3 առանցքային ուղղություն է սահմանում։ Ճանապարհ, էներգետիկա եւ տեխնոլոգիական զարգացում։ Այս սա ռեգիոնում Միացյալ Նահանգների պատկերացմամբ Հայաստանի անվտանգության, կայունության, խաղաղության կարևոր այսպես հիմնասյուներն են։ Հիմա մենք պիտի դրանից բռնվենք եւ կարողանանք դրանք Սա թույլ կտա, որ Հայաստանը Միացյալ Նահանգների համար մի փոքր այլ երկրի կարգավիճակ ստանա, ավելի մոտ երկրի, ավելի հասկանալի երկրի, ավելի կարևոր երկրի։ Շատ կարևոր հարց եք տալիս եւ այս իմաստով չափազանց կարևոր է, թե մենք ներսում ինչպիսի դասավորություն կունենանք։ Տեսեք, հայ-ամերիկյան պայմանավորվածությունները ըստիս ունեն համազգային եւ համապետական կարևորություն։ Եվ դրանք չեն կարող կախված լինել բացառապես մեկ քաղաքական ուժի ընտրվել չընտրվելու հեռանկարից։ Շատ կարևոր է, որպեսզի շատ քաղաքական ուժեր լինեն խորհրդարանում, որոնք աջակցում են օգոստոսի 8-ի օրակարգը։ Ընդհանրապես կարևոր է, որպեսզի այդ օրակարգը քաղաքական անհատներից, քաղաքական ուժերից կապված չլինի։ Մենք ինստիտուցիոնալ հիմքերի վրա պիտի դնենք այդ պայմանավորվածությունները, որպեսզի կարողանանք անայլընտրանք դարձնել դրանք, որտեղ դրա այլընտրանքը Հայաստանի կործանումն է։ Մենք տեսել ենք դրա այլընտրանքը որն է։ Եթե մենք նոյեմբերի 9-ի հայտարարությանը վերադառնանք, մոռանանք Հայաստանի պետականության մասին, մոռանանք հայկական պետականության ամբողջականության մասին, տարածքային ամբողջականության մասին։ Հետևաբար, այստեղ շատ կարևոր է, թե մենք ներսում ինչպիսի դիրքավորում ունենանք։ Շատ կարևոր է ներսի դիմադրողունակությունը կարողանանք ամրացնել։ Առանց այդ դիմադրողունակության բարձրացման, ամրացման, մենք արտաքին սպառնալիքներին չենք կարող դիմակայել։ Ներսն է որոշելու մեր դրսի ընդհանրապես
մարտահրավերներն ու սպառնալիքները դիմադրելու, դիմակայելու մեր հնարավորությունը։ Եվ այս իմաստով Միացյալ Նահանգների գործընկերներին այս պահին ես շփվում եմ իրենց հետ, չափազանց հետաքրքրում է, թե արդյոք մենք խորհրդարանում կունենանք մեկից ավել ուժեր, ովքեր կլինեն այս համաձայնությունների կողքին։ Իրենք ամենայն դեպս պատկերացնում են, որ սա ոչ միայն հայաստանյան օրակարգ է, համազգային օրակարգ է, եւ իրենք հրավիրում են նաեւ ամերիկահայությանը մասնակից եւ մաս դառնալ այս գործընթացներին եւ ասեմ, որ այդտեղ էլ լուրջ զարգացումներ կան, ես հանդիպել եմ մի շարք գործարարների, ովքեր 100-120 միլիոն դոլար են կարողացել իմի բերել եւ պատրաստվում են մասնակցել Nvidia-ի ներդրումային ծրագրերին, որտեղ տեսնում են երաշխիք, տեսնում են Միացյալ Նահանգների ներկայությունը եւ որևէ խնդիր չեն տեսնում, այսինքն Հայաստանում փող դնելը պիտի լինի ոչ միայն հայրենասիրական քայլ, այլև իրապես եկամուտ ստանալու հնարավորություն պիտի մարդիկ տեսնեն։ Ու սա չափազանց կարևոր է, ու սա եւս օգոստոսի 8-ի համաձայնությունների կարևոր արդյունք է։ Անվա Բաբաջանյան, ես շատ շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես հիշեցնեմ, որ հյուրընկալել էինք Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանին։ Կհանդիպենք